Ինչպես գիտեք, այսօրվա թեման լինելու է ընդհանրապես vibe coding-ի մասին եւ what's next, այսինքն ինչա դրան հաջորդելու եւ ուրա գնում ընդհանրապես ծրագրավորումը, ինչ գործիքներ ենք օգտագործելու, ինչ ենք սովորելու ապագայում, ինչ ենք պահանջելու երիտասարդներից եւ ինչ նոր հմտությունների կարիք կա ուսանելու եւ ինչ այլևս պետք չի սովորել, եթե կա նման բաներ։ Ու այսօր հրավիրել եմ շատ ֆանտաստիկ անձնավորություններ, ես հիմա ներկայացնեմ հերթով Արամ Մխիթարյան, Yandex Armenia եւ Yandex Georgia-ի տնօրեն։ Սիրով։ Արամը հանդիսանում է բազմա տասնամյակների, ոնց կարելի ասել, շատ երկար ծրագրավորման պրակտիկա ունի նաև բիզնեսի կառավարման, թիմերի կառավարման եւ ընդհանրապես խորապես տիրապետման տեխնոլոգիաներին եւ հանդիսանալով նաև Yandex Armenia-ի Yandex Georgia-ի տնօրեն։ Մեզ հետ կկիսվի նաև իր կազմակերպության մեջ տեղի ունեցող փոփոխություններից, թե ինչ փոփոխություններ ա բերել AI եւ AI-ով ծրագրավորումը եւ նաև թե դա ոնց է ազդել նոր մարդկանց եւ նոր ծրագրավորողներին գործի ընդունելու process-ների վրա։ Հաջորդիվ Վլադ Խոյեցյան, Վլադը հանդիսանում է Wirestock Startup-ի տեխնոլոգիական տնօրենը, էլի շատ երկար տարիների ծրագրավորման փորձ ունի եւ Վլադն էլ կառավարում է հենց թիմ, ովքեր որ շատ ինտենսիվ օգտագործում են AI գործիքները ծրագրավորման մեջ եւ այսպես ասած պրակտիկ կողմը ներկայացնող մասը կներկայացնի Վլադը եւ անցնենք Վահրամին, Վահրամ Մարտիրոսյան, տափարությունները Վահրամ Մարտիրոսյանը հանդիսանում է համակարգերի ծրագրավորող եւ դասավանդող, տվյալ պահին դասավանդում է Աբու Դաբի համալսարանում պետական եւ այնտեղ ծրագրավորման դաս է տալիս եւ Վահրամն էլ կներկայացնի իր տեսակետը կապված հենց կրթության պահով, ինչա փոխվել կրթության մեջ, ինչպես են օգտագործում եւ ինչ չեն օգտագործում այնտեղ եւ նաեւ իր տեսակետը թե ինչպես է զարգանում այս ոլորտը կրթական իմաստով։ Թեմաները, ինչպես ասեցի, սկսելու ենք նախ AI կիրառությունից, թե ոնց ենք ամեն մեկս մեր առօրյայում կիրառում, եւ հետո նոր արդեն կանցնենք այդ փոփոխություններին, որ եկել է ծրագրավորողներիս գլխին եւ մեր ոլորտի գլխին։ Մի կարճ բան էլ ասեմ, որ մենք միշտ ամեն տարի շատ մեծ GS-Conf ենք արել ու նախորդ տարիներին 1500-ից 3000 հոգի մարդ ա եղել ու շատ մեծ էր հետաքրքրությունը, շատ մեծ էր ակտիվությունը, էնտուզիազմը եւ երիտասարդների եւ ուսանողների, որը որ կամած փոխվում է եւ ինչ որ նոր հետաքրքրություններ ու նոր բաներ են ձեռք բերում ու նաեւ ծրագրավորման վերաբերյալ երկու տեսակետ կա, շատ ոգևորված եւ շատ նիհիլիստական, մի մասը սկեպտիկներ են եւ պնդում են, որ AI-ը առանձնապես ոչինչ բան չի փոխի ծրագրավորման մեջ կամ պրակտիկայի մեջ եւ ամեն ինչ քիչ թե շատ կվերադառնա նույն հունին, հա, մի քիչ AI-ով, բայց քիչ թե շատ նույն տեղը եւ մյուս կողմը կա, որ AI-ը կգա եւ մեր սաղ գործերը կվերցնի, լիքը բան կանի ու մի հոգի կկարողանա անել 20 հոգու աշխատանք եւ այն մնացածին գործ չի մնա։ Այդ դեպքում հարցը առաջանում, թե նոր սովորող մարդիկ այդ դեպքում ոնց մտնեն ոլորտ, ոնց զարգանան, ոնց գնան։ Եվ փորձենք այդ հարցերին պատասխանել այսօրվա քննարկումներում։ Ուրեմն ջան, խնդրեմ, սկսենք հենց կիրառությունից, առօրյայի ձեր կիրառությունը։ Հենցավ։ Ողջունում եմ բոլորին։ Անձնական օրինակի վրա կարող եմ ներկայացնել, որ համենայնդեպս վերջին 1 տարվա ընթացքում չկա մեկ օր, որ ես ինքս իմ աշխատանքում չկիրառեմ որևէ մի գործիք, անկախ նրանից, որ վերջի տարիներին այնպես է ստացվել, որ ես ավելի շատ ղեկավար աշխատանքով եմ զբաղված եւ այդքան էլ անձամբ չեմ ծրագրավորում, բայց քանի որ ես ունեմ սովորություն լուծելու իմ խնդիրները իմ ձեռքերով, վերջին մի քանի ամսվա ընթացքում նորից սկսել եմ, վերադարձել եմ եւ հիմնականում vibe coding-ի միջոցով եմ դա անում եւ կարող եմ ասել, որ ես վերջին մի քանի ամսվա ընթացքում բավականին մեծ փորձ եմ ձեռք բերել տարբեր գործիքների կիրառմամբ, բայց կուզենամ մեր օրինակը ուղղակի նշեմ աշխատանքային, թե ինչ է փոխվել մեր ընկերությունում, որպես Big Tech ընկերություն, մեծ կազմակերպություն։ Ես մի քանի թվեր ասեմ ուղղակի, որ պարզ լինի, քանի որ ոչ բոլորն են ցավոք տիրապետում, թե մեր ընկերությունը ինչ չափի ընկերություն է։
Ընկերությունը գործում է մոտ 40 երկրում, հիմնական staff-ը կազմում է 30,000 հոգի աշխարհով մեկ, ամբողջական staff-ը, այսինքն support-ի հետ միասին մոտ 100,000 մարդ ամբողջ աշխարհով մեկ։ Մենք ունենալով մեր սեփական նեյրոնային ցանցերը արդեն բավականին երկար ժամանակ, նույնիսկ միջև այս AI hype-ը, որպես օրինակ, չգիտեմ ինչքանով եք պատկերացնում, մեր personal assistant-ը Ալիսան ինքը ի սկզբանե աշխատում է նեյրոնային ցանցի վրա։ Դեռ 2017 թվականից բավականին հին նեյրոնային ցանց էր, անվանումը Zilli-Boba, տենց ու Zilli-Boba, հա։ Իհարկե հիմա շատ մեծ փոփոխություններ կան էականորեն թե ինչպիսի որակ եւ այլն։ Մենք տվյալ ոլորտում շատ շուտվանից հանդիսանում ենք խաղացողներ, ցավոք աշխարհակահաղական ներկա իրավիճակի պատճառով մենք որոշակի ռեյտինգներում մեզ էլ չեն ներառում, բայց մենք top 15-ից 20 խաղացողների մեջ ենք միշտ աշխարհում։ Կարող եմ ասել ինչ է փոխվել մեր կյանքում։ Առաջինը նոր աշխատակիցներին կա հստակ պայմաններ դրած։ Այն մարդիկ, ովքեր չեն օգտագործում իրենց ամենօրյա կյանքում որևէ AI գործիք, շատ ավելի ոչ գրավիչ են մեր համար։ Այսինքն եթե մեկ տեղի վրա, մեկ թափուր հաստիքի վրա լինեն մարդիկ, ովքեր տիրապետում են եւ ովքեր չեն տիրապետում, իհարկե առաջնահերթությունը կտրվի նրանց, ովքեր որ տիրապետում են։ Նախապատվությունը AI գործիքներ կիրառում։ Այո։ Դա վերաբերվում է ոչ միայն տեխնիկական անձնակազմին, դա նաև վերաբերվում է ղեկավար անձնակազմին, project manager-ներին, HR-ներին, CFO-ին, չգիտեմ, ցանկացած պաշտոնի, հա։ Եվ կա ընդհանուր միտում, որպեսզի ընկերության մեջ իրենց ներքին կարիքները հոգալու համար բոլոր մարդիկ պետք է փորձեն օգտագործեն AI tool-երը։ Դա լինեն մեր ներքին AI tool-երը, թե public հասանելի tool-եր։ Իսկ ինչ վերաբերվում է թե ինչ է փոխել տեխնոլոգիաների տեսանկյունից մեր կյանքում, էականորեն թռիչքաձև վերջի տարիներին փոփոխություն են ունեցել մեր տեխնոլոգիաներում, դա վերաբերվում է ավտոնոմ տրանսպորտին, այսինքն բեսպիլոտնի մեքենաներին, բեսպիլոտնի մենք չգիտեմ, երևի տեսել եք տարբեր երկրներում ունենք, դեռ Հայաստանում չունենք ռովերները, ովքեր դաստավկան են անում, մենք ունենք մեր ռոբորուկան, պահեստների ավտոմատացումը, ենք ունենք այս բային հումանոիդ ռոբոտի ուղղվածությունը, որը էականորեն զարգացնում ենք, այդ բոլոր տեխնոլոգիաները LLM-ների առկայությունից հետո մենք ունենք թռիչքաձև մեծ աճ։ Եվ նույնիսկ Ալիսայի օրինակի վրա բերեմ, եթե համատենք թե առաջ Ալիսան որպեսզի խոսեր ինչ որ մի նոր լեզվով, ինչքան ժամանակ էր հարկավոր այդ նոր լեզուն մշակելու համար, եւ հիմա ինչքան մոտ 10-15 անգամ ավելի քիչ ժամանակ եւ ռեսուրս է հարկավոր։ Շատ լավ։ Շնորհակալ եմ շատ։ Վլադ ջան, խնդրեմ ձեր փորձը, հետո մանրամասներին կանդրադառնամ։ Բարև ձեզ։ Իրականում մեր մոտ, քանի որ hiring-ի ցիկլը բնականաբար շատ ավելի դանդաղ է, ընկերությունը զգալի ավելի փոքր է, քան Yandex-ի դեպքում, մեր մոտ ավելի երևացող է եղած մեր թիմի առօրյայի փոփոխության վրա, ընդ որում էլի ոնց որ Արամը ասեց, մեր մոտ էլ խոսքը չի գնում միայն ինժեներների հարցում, օրինակ մեր product թիմի պրոդուկտիվությունը զուտ նրա հաշվին, որ այլևս մենք հանձնարարությունը կոպիտ ասած չենք ստանում ինչ որ զուտ մակետների տեսքով, համարյա աշխատող բանը կոնցեպտի պես proof of concept-ի մակարդակի մեր product team-ը մեզ աշխատող բանա բերում, ասում այս սրանից ենք ուզում։ Այդ product team-ը սեփական ուժերով կարողանում է մոդելավորել ինչ որ դեմո product-ի ժողովուրդը բերում է, ասում է հեսա վերցրեք, օգտագործեք, տեսեք ինչ ենք մենք ուզում, այս սրանից հավաքեք, բայց product-ի մեջ։ Բնականաբար այնտեղ ոչ կոդն է նորմալ կոդ իրանց տված, ոչ ինչ որ security հարցոցած, բայց խնդրի դրվածքը ամբողջությամբ, sense կարգով ավելի հասկանալի է։ Դա մի կտորն է։ Երկրորդ իրականում ասեմ ձեզ, մինչև նույնիսկ այս կուրսորի եւ այդ տիպի գործիքների հայտնվելը, երբ որ Copilot-ը հայտնվեց, մեր մոտ այդ Copilot-ի կիրառությունը շատ արագ, մենք ադապտացրեցինք մեր մոտ, Copilot օգտագործում ենք երևի արդեն յուրեմ 2 տարուց ավել է։ Ու ինքը շատ արագացնում է, քանի որ փոքր թիմ է ու բոլորը սենյորներ են։ Սենյոր մարդու ձեռը ինքը մի հատ հրաշագործ գործիք է, մարդկանց պրոդուկտիվությունը բարձրանում է անգամներով։ Երբեմն որոշ տեսակի գործերում կարգին մոտիկը բարագանում է։ Հետո մի հատ ուրիշ բան եղավ, ես բավականին վաղուց էլ ինքս չէի գրում ոչ մի բան, որտեվ ինքը
շատ թանկ էր նստում կոպիտ ասած, այսինքն ես դրա վրա ծախսած ժամանակը չէի կարա ինձ թույլ տայի դնեի կոդ գրեի։ Հիմա 1000 տեսակի թուլեր, մանր-մուներ բաների, չգիտեմ, content կոնվերտացիաներ, ինչ որ բաներ scrape անել եւ այլն, sense տեսակի task-երը ես ինքս հենց մեկը իմ օրինակով անում եմ ու անում եմ 90% vibe coding-ով էլի։ Ու դա բերել է ինձ տվել է հնարավորություն, օրինակ ապլիկացիա չանել ինժեներին, որը product-ի վրա է աշխատում, ինչա թե մի հատ ինչ-որ փուջուրիկ tool է պետք սարքել, ինչը մի քանի տարի էր ես արդեն չէի անում։ Ստիպված ես դիմում էի, մարդկանց կտրում էի իրանց գործից, հիմա էդ էլ է դուրս եկել արանքից։ Բացի դրանից, նաև հենց boom product-ի մեջ բավականին հաճախ էլի գնում է գեներացված կոդ։ Պրոստ ուղղակի հիմա շատ ավելի ագրեսիվ է կոդ ռևյուն։ Ստիպված դու դառնում ես շատ ավելի հետևողական կոդ ռևյուի տեսանկյունից։ Այսինքն ժամանակին, եթե դա դու գիտակցում էիր, որ սա տվել է, ասենք, չգիտեմ, 20 տարվա փորձով principal engineer-ես կոդը ու դրա review-ն լրիվ ուրիշ խորության էր արվում, հիմա եթե դա կոդ է, որը գեներացված կտորներ ունի, ինքը շատ ավելի խոր ու կա այտենց շատ կրիտիկական կտորներ, որտեղ կատեգորիկ չեն կապվում։ Օրինակ, ինֆրաստրուկտուրայի հետ կապված մասերում վախեր ունենք, ըստ երևույթին կարա եւ դրա հետ կապված լինի, այդտեղ հələ որ sense համարյա policy-ի մակարդակում այդտեղ չեն գեներացնում կոդը։ Այսինքն կարելի ասել, որ եթե առաջ պատկերավոր ասած սենյոր ծրագրավորողը 10 անգամ ավելի արագ կամ 10 անգամ ավելի արտադրողական էր սկսնակից, հիմա օգտագործելով այդ AI tool-երը, գուցե 30-40 անգամ արտադրողական է սկսնակ մարդուց, ու ստացվում է պարադոքսալ բան, այն ժամանակը, որ դու պետքա ծախսես, որ բացատրես ուսնակին կամ սկսնակ մասնագետին այդ խնդիրը լուծելու, դու գուցե թե դա ձևակերպես եւ կուրսորը այդ ամբողջը անի ու էլ կարիք չլի սկսնակին բան ասելու, բայց մենք կգանք այդ թեմային, որովհետեւ դա շատ կարևոր հարց է, թե ի վերջո մենք ինչ ենք պահանջելու նոր սկսող մարդկանցից, հա, այդ հաջորդ ոնց որ ցիկլով կանցնենք։ Փոքրիկ բան ասեմ, այդ Գաջան, այդտեղ մեր, то есть փոքր կամպանիայի դեպքում, որ արդեն շատ վաղուց, նույնիսկ այդտեղ AI-ը կապ չունի, ահագին վաղուց էֆեկտիվ չէր զուտ բիզնեսի տեսանկյունից սկսնակներ ունենալը։ Սկսնակ աճեցնելը նույնիսկ 10 անգամ տարբերության դեպքում սենյորի իրա վրա ծախսած ռեսուրսի տեսանկյունից ես հասկանում եմ, որ շարունակականության հարց կա, ասեմ ավելին, ես իմ նախորդ փորձերում ոնց որ այդ ճանապարհով գնացել եմ սկսնակներ աճացնել փոքր թիմի ներսում, բայց ինքը զուտ բիզնես տեսանկյունից շատ վաղուց արդարացված Կներես, իսկ արդյոք կա շարունակականության հարց, կարողա չկա, որովհետև կարողա քո senior developer դիցուկ գործը փոխի կամ գնա ուրիշ գործի, բայց ոչ մի խնդիր չառաջանա, որովհետև դու կամ մյուս senior developer-ը այդ նույն AI-ի միջոցով նրա խնդիրներն էլ կլուծի։ Ահա, լավ օպտիմիստիկ ապագայում շատ հնարավոր է, բայց այսօր դեռ այդ մակարդակի չի, որ մի սենյորը գնա, երկրորդ սենյորը AI գործիքներով ծածկի, դեռ այդտեղ չենք։ Ուրեմն ձեզ էլ է պետք սերնդափոխություն ամեն դեպքում։ Իհարկե պետք է ուղղակի մի հարցասերնդափոխություն մի բան է, երբ որ դու թիմը տաճացնում ես արդեն սենյորներով։ Երբ որ դու փոքր թիմ ես, դու քեզ կարաս ճոխություն թույլ տաս, 10%, ասենք 20% թիմը մեծացնես, չգիտեմ 2-3 հոգի հայր անելով, մենակ սենյորներով։ Լավ, ամփոփելով, կարելի է ենթադրել, որ փոքր կամպանիաները, ովքեր որ ինտենսիվ օգտագործում են AI գործիքները, այնտեղ արդեն շատ փոքր շանս է լինելու աշխատանքի տեղավորվելու, որովհետև դուք ձեր սա խնդիրները լուծում եք։ Ոչ սենյորների համար, այո, բայց տենց է արդեն վաղուց անկախ AI-ից։ Անկախ AI-ից։ Point-ը այդ է, որ անկախ AI-ից ոչ սենյոր մասնագետին աշխատանք գտնել փոքր թիմում, ընդ որում product team-ում, որը որ շատ են struggle արագությամբ հաճում, շատ բարդ է այդտեղ մարդ աճացնել։ Հա, դա ամեն դեպքում յուրահատուկ նաև use case է, որովհետև քիչ կամ product կամպանիաներ, շատ ավելի շատ են երևի այտենց պատվեր կատարող կամպանիաները։ Շատ մերսի, Լաջ ջան, կանդրադառնանք հենց այդ հարցերին։ Բարամ։ Ողջույն կրկին։ Ես մի քիչ այլ տեսակետից դե պետք է խոսամ կրթության, հա, կողմից։ Այստեղ մի քանի ասպեկտ կա, ուրեմն նախ որպես դասախոս։ Խիստ խրախուսվում է դասախոսներին օգտագործել գործիքները, հա, AI հիման վրա, որպեսզի արագացնենք process-ները, էֆեկտիվությունը բարձրացնենք, դա կլինի, ասենք, չգիտեմ, դասընթացի մատերիալ պատրաստելը, թե քննության համար հարցեր պատրաստելը, հա, այսինքն այդ գործընթացների մեջ
Խրախուսվում է օգտագործումը եւ օգտագործվում է եւ օգնում է ակնհայտորեն, որովհետեւ եկեք այդ բանը ֆիքսենք, հա, կրթության մեջ մենք նորարարություն չենք անում այն առումով, որ չենք տալիս գիտելիք, որը դեռ չկա։ Ակնհայտ բան եմ ասում, հա, այսինքն այդ գիտելիքը, որ մենք տալիս ենք ուսանողներին, դա մարդկությանը հայտնի գիտելիք է, որի վրա հաստատ տրեյնինգ է արվել եւ այդ ամեն ինչը հայտնի է, այսինքն այնտեղ ոչ մի խնդիր չկա, նկատի ունեմ տենց որակի առումով, հա։ Երկրորդ ասպեկտը այն է ուսանողների եւ ընդհանրապես, հա, կրթական բուն այդ սովորելու process-ի հետ կապված հարցերը, ուսանողներին արգելվում է օգտագործել ուսանողներին էլ դպրոցականներին էլ, հա, արգելվում է օգտագործել AI-ի հիման վրա գործիքներ, հանձնարարություններ կատարելիս։ Ակնհայտորեն, հա, քննությունների ժամանակ հատուկ վերահսկվում է, արգելվում է, դրա համար ենթարկա են պատասխանատվության, տնային հանձնարարությունները որպես այդպիսի ըստ կարելի է ուղղակի վերացնել կամ պետքա ուղղակի փոխել մեկ այլ ֆորմատի գալ, քանի որ այն հինձ է վերել չեն աշխատում։ Տեղ ահագին այս պահին տրանսֆորմացիայի մեջ են գտնվում, կարծում եմ շատ բուհեր ու շատ դեպքերում ընդհանուր մինչև հարցեր են առաջանում, իսկ պետքա որ մենք այս ամեն ինչը սովորացնենք, հա, ընդհանուր մինչև այդպիսի հարցեր են բուհերի մոտ առաջանում, այնտեղ որտեղ ես եմ, այդ հարցը չկա, ակնհայտորեն պետքա անել ինչ որ անում ենք, ուղղակի պետքա ճիշտ ձևը գտնել, ավելի արդյունավետ անել եւ վերջում իմանալ, որ գիտելիքը տվեցինք, այլ ոչ թե GPT գրած ինչ որ բան կարդացինք ու գնահատեցինք։ Եվ կա եւս մեկ ասպեկտ, ուրեմն հիմնականում դասախոսները նաեւ գիտությամբ են զբաղվում, այդպես պատմականորեն, հա, ոնց որ ստացվել է, եւ հիմա ես որպես գիտնական եթե խոսեմ, հա, ուրեմն ես վաղուց ունեի մտքեր ինչ որ բաներ անելու, մտածում էի ինչքան ռեսուրս են դրա համար պետք, քանի հոգի է պետք, ինչ ձևի, չգիտեմ, համակարգիչներ են պետք, գումար է պետք, հա, ժամանակ եւ այլն, ադմինիստրատիվ հարցեր, լաբորատորիայը պետք երևի բացել, ասես մտածում էի, մեկ էլ մի օր հասկացա, որ բայց ոնց որ պետք չի։ Ես հերիք եմ։ Այսինքն ես հասկացա, որ ես եթե օգտագործեմ գեներատիվ AI գործիքներ, հա, ապա ամենայն հավանականությամբ կարող եմ անել ամբողջ թիմի գործը ու այդ ամբողջ խնդիրների բազմությունը ուղղակի վերացավ։ Եվ ես ուղղակի թե վերս քշտեցի, նստեցի, սկսեցի կոդ գրել, AI vibe կոդ գրել։ Ես չեմ սիրում ասել դրան vibe code, AI assisted code գրել, բայց երբ որ խորանանք մանրամասների մեջ կպատմեմ թե ինչ խնդիրներ կան եւ ինչ խնդիրներ չկան այդ ոլորտում։ Բայց կուզեմ ամեն դեպքում նշել, որ այս պահին ես զուգահեռաբար աշխատում եմ մի քանի research պրոյեկտի վրա ու ուղղակի մեկի մյուսին եմ անցնում, քանի դեռ այս մեկում կոդը գեներացվում է, ես անցնում եմ մյուսին նայում եմ ուր ենք հասել, կոդ review եմ անում, արդյունքը գնահատում եմ, ցուցումներ եմ տալիս թե ոնց շտկել, ընդունում եմ կամ չեմ ընդունում, հա, ցուցումներ եմ տալիս ոնց շտկել, հետ եմ անցնում այն մեկին։ Եվ այսպես բավականին արդյունավետ, այսինքն արդյունավետությունը բարձրացել է երևի մի 20-40, չգիտեմ քանի անգամ, նաև ի հաշիվ դրա, որ այն ընթացքը քանի դեռ ես պետքա սպասեի, ոչ թե կոֆե եմ խմում, այլ մեկ ուրիշ պրոյեկտի վրա եմ ներդնում, դա էապես օգնում է նաև անգամներով բարձրացնել արդյունավետությունը։ Այսինքն դա նման է բողոքներ եւ դժգոհություններ չունեցող ջունիորի, որոնց դու անդադար task ես տալիս, մինչեւ մի բան անի։ Մի ջունիոր չէ, կարանք համարենք մի 10-20 ջունիոր, այսինքն արագության տեսակետից ինչքան աշխատանք է արվում, մարդը ձեռքով դա կգրեր մի քանի շաբաթում, իսկ AI-ը իր ձեռքով դա կգրի 15 րոպեում, ասենք։ Հասկացանք։ Միկրոֆոնը վերցրու։ Իմ կարծիքով այդտեղ արդեն քո որպես այդ ամեն ինչը ղեկավարող ինչ որ նոր տեսակի բանա, skill set-ը, ասենք այդ context switch-ը, օրինակ ես այդ չեմ կարող։ Երկու պրոյեկտ զուգահեռ մեկը այդտեղ գնում է այդ ընթացքում են մյուսը, դա քեզ արդեն որպես սենյորի, քեզ որպես այդ process-ը կարող է ինչ որ նոր տեսակի skill-եր պահանջելու, ինչ որ նոր ձևի մեթոդոլոգիա էլի պահանջելու ըստ երևույթին։ Այսինքն հարցին թե սենյորներն ակնում, այս sense հարց կա, էլի։ Հա։ Դե հիմա եկեք վերադառնանք խոսակցության սկզբին, այսինքն հասկացանք ով ինչ ասպեկտով է օգտագործում, բայց հարցը հետեւյալն է։ Հիմա այս ապաթիկ դեպրեսիվ վիճակը, հա, որ մարդիկ տարածում են, այդ թվում նաև ես նման մեղք ունեմ եւ ստատուսներ ունեմ գրած, որ վերջ սիրելի ժողովուրդ, ծրագրավորումն ավարտվեց, եկեք գնանք սովորենք սվարկա անել, չգիտեմ, սանտեխնիկություն, բան, ռեալ ինչ որ ռեալ երևացող ինչ որ բաներ, հա, ու անձամբ ես անցյալ տարի մինչև այս թուլերի հայտնվելը
ինչ որ պահ եկե որ չէի կարողանում ուղակի համբյուտերի դեմքին նայեմ, որովհետև 25 տարի հնարավոր չի էլի նույն հավեսով նայել, ու տենց գնացի սկսեցի սվարկա անել։ Բայց այդ հարցը մնաց մտքումս, հա, այնուամենայնիվ հիմա սկսնակ մարդիկ, ովքեր որ այդ նույն գործիքներին ունեն հնարավորություն օգտագործելու, հա, ոնց որ դու ունեցել նա, նույն կուրսորն ունի, նույն ռեսուրսներն ունի։ Հիմա ինչա պետք է այդ մարդուն, որ կարողանա քոէֆեկտիվությամբ կամ մոտ քոէֆեկտիվությամբ կամ ձեր էֆեկտիվությամբ ինքը կոդ գեներացնել, ծրագիր գրել, խնդիր լուծել կոնկրետ, որովհետև երեկվա մեր քննարկումներից բանախոսների հետ մի հետաքրքիր միտք հնչեց, ասում էի վերջո ինչա ծրագրավորումը, մարդը սովորելով ինչ որ լեզու, ինչ որ արհեստական լեզու, նույնիսկ, հա, ինչ որ ինստրուկցիաների ցուցակ, այդ հրահանգները գրումա, որ համակարգիչը ինչ որ բան անի։ Դե եթե տենց նկարագրենք ծրագրավորումը, ինչի՞ չի կարա այդ լեզուն լինի հենց անգլերենը կամ հայերենը։ Ինչի՞ չեմ կարա ես հայերեն ձևակերպեմ իմ խնդիրը եւ դա այդ խնդիրը լուծի։ Ինչի՞ պետք է ես միջանկյալ սովորեմ C++, assembler, JavaScript, Python եւ այլ եւ այլ։ Ու նորից վերադառնալով ֆունդամենտալ հարցին, ինչից սկսեն նոր սկսողները, ոլորտ մտնողները, ովքեր որ դիցուկ սովորում են համալսարանում, ֆունդամենտալ մաթեմատիկայի հետ շփվում են, հա, գանք Արամից, Արամ ջան, ինչ պահանջներ ունեք։ Գնանք։ Ես քանի որ նոր հաշվում էի, փաստացի 30 տարի կլինի, որ ծրագրավորում եմ, հա։ Ու մարդ եմ, որը որ սկսել է գրել կոդը սովորական text editor-ի մեջ, ասենք ID չկար էլի, հա, ու ID-ն էլ էր հետո իմ համար արդեն սրբապղծություն էր էլի, էդի Notepad++, syntax highlighting կար, բան, էդ ինչա բան եւ այլն։ Ես ոնց եմ ես ամեն ինչին վերաբերվում իմ անձնական կարծիքը։ Առաջին հերթին որ դրանից պետք չի վախենալ, որովհետեւ այդ նույնն է ոնց որ վախենայինք, ասենք որ չգիտեմ, բոլորս պետք է ասամբլերով շարունակեն գրել, որ չգիտեմ, մի level կամ երկու level բարձր լեզուները կսպանեն, չգիտեմ, ասամբլերի ծրագրավորողներն էլի։ Կարծում եմ այդ խնդիրը չկա։ Հիմա նույն եթե խոսում ենք այդ անգլերենի մասին, վերցնենք օրինակի համար SQL-ը, հա, որը որպես 4-րդ level լեզու, շատ մոտ էր անգլերենին, չէ՞, չգիտեմ, select, այսինչ from, այսինչ, դա չի տարբերվում prompt-ից։ Մենք վաղուց էինք մոտ, էլի։ Prompt-ին ուղղակի բանը չկար։ Համացան գործիքները չկային։ Այսինքն դրանից վախենալ պետք չի, որովհետև փաստացի փորձ ցույց է տալիս, որ ոչ թե AI-ը փոխարինելու է ծրագրավորողներին, այ AI-ը փոխարինելու է այն ծրագրավորող, այսինքն մնալու են այն ծրագրավորողները, որոնք AI գործիքներ օգտագործում են, ովքեր չեն օգտագործում, եթե ամեն ինչ է զարգացումով մնաց, այ իրանք մնալու են ոնց որ խաղից դուրս։ Իսկ ինչ հմտություններ են պետք իմ կարծիքով, տեսեք, ես հիմա ինքս օգտագործելով այդ գործիքները շատ բարձ հասկանում եմ, որ եթե չկա սիստեմների արխիտեկտուրայի սկիլեր, եթե չկա խնդրի դրվածքը ճիշտ ձևակերպելու սկիլեր, եւ խնդրի դրվածքը ճիշտ ձևակերպել, մաթեմատիկական մոդելավորում, դա անպայման չի մաթեմատիկական, մարդը տեսեք էլի, ես շատ երկար եմ աշխատել շատ տարբեր ծրագրավորման թիմերի հետ, շատ տարբեր ազգերի։ Մեր իրականության համար եմ ասում, խնդրում եմ ոչ մեկ անգամ չնեղանա, ես համոզված եմ բոլորդ տենց ընկերներ ունեք, մենք շատ հաճախ ունենք փինաչի ծրագրավորողներ մեր երկրում, հա։ Ես իրանց տենց եմ անվանում, փինաչի ինչ տեսանք, իսկ մարդիկ, որոնք չունեն համասխան կրթական բեքգրաունդ, չունեն անպատասխան փորձ, իրանց հարկավոր է ասել ինչ խորությամբ, որ ուղղությամբ փորել։ Եթե դու չես ասում ինչ խորությամբ եւ ինչ ուղղությամբ եւ ինչով, կոնկրետ որ լապատկա է, որտեղ դու ասես պրոստը լապատկա է, ինքն բետոնի լապատկայով կարող է փորի, կարող է սուրով փորի։ Այսինքն AI-ը, այսինքն դու այդ գիտելիքներով ծրագրավորող ես, քեզ այս AI գործիքը ոչ մի օգուտ չի տալու, որտեղ դու ժամերով, օրերով այդ prompt-ը գրելու ես, զիբիլ կոդ է գեներացվելու, որտեղ տեսեք, AI-ականորեն շատ, չգիտեմ, եթե դու ստրուկտուրնի չես տալի խնդիրը եւ չես ձևակերպում, թե դու ինչ ես ուզում ստանալ, դու AI-ականորեն մեծ ավելի ժամանակ ես ծախսում հիմա։ Հասկանում եմ, բայց այսինքն նորից պետքա խնդիր լուծելու կարողություն, խնդրի դրվածքը ճիշտ դնելու կարողություն, էլի վարան, որ առանց հիմնարար գիտելիքների, ես չեմ հավատում, որ հետագայում այն ուր որ հիմա գնում է, այսինքն մի քիչ էլի փորձեմ ուրիշ ձևակերպեմ, որտեվ ինձ միշտ հարցնում են, ասենք մարդիկ, հաճախ ասում են, դեվելոպերը ծրագրավորողից ինչով է տարբերվում կամ կոդերը։ Ես միշտ բացատրում եմ սենց, որ դեվելոպերը այն մարդն է, որ քարփինջից կարում է տուն սարքի, իսկ ծրագրավորողը այն մարդն է, որ այդ քարփինջն էլ է կարում սարքի։ Հիմա ստեղ խնդիրն է, որ այս դեվելոպերների կարիքը, որոնք այդ քարփինջից տուն են սարքում,
առանձնապես էլ պետք չի լինելու, որովհետև այդ տան չափերը, համացան սենյակների քանակը, թե դուռը որտեղ լինի եւ այլն, արդեն դու կարաս նկարագրես։ Ուղղակի ուրիշ հարց է, բարձր դու սկսես տանիքից նկարագրել այդ ամեն ինչը։ Կարող ես ստիպված մի 4 անգամ այդ պրոմպտը գրես, բայց եթե դու հիմքից ճիշտ նկարագրես, որ պետքա հիմքը դնել, հետո պետքա պատը շարել, չգիտեմ, հետո դռան ծակը պետքա թողնել, ինչ չափյա պետք թողնել եւ այլն։ Այսինքն էական խնդիր է հիմա դառնալու հիմնարար գիտելիքների հարցը։ Եթե դա չլուծվեց, այն մարդիկ, ովքեր չունեն հիմնարար գիտելիքներ, ցավոք մնալու են բորդուրին կանգնած, այնպես մի քիչ հայեցի ասում։ Հլատ ջան, խնդրեմ։ Ես լրիվ համաձայն եմ, այդտեղ երևի մի հատ կարևոր skill կա, որ էլի պետք է անպայման նշենք, այդ նայ ծրագրավորումը sense եթե մի քիչ sense մի փուճուր կտորը մի կողմ թողանք, երբ որ ինքը sense արվեստի պես արվում է ծրագրավորման համար։ Ինքը որպես կանոն պրակտիկ խնդիր լուծելու համար է։ Դեպքերի ճնշող մեծամասնությունում բիզնեսից եկող պահանջներ լուծելու համար է։ Շատ բարդ, շատ կարևոր skill է, որ մարդը սովորի բիզնեսից վերցնել խնդիրը։ Այսինքն, երբ որ բիզնեսը գալիս է քեզ խնդիր է պատմում, դա երբեք այն չի, ինչ որ դու սարքում ես, էլի։ Իրականում այդ արանքում մարդկային ուղեղի բավականին տենց սպეციფიկ աշխատանք կա, որ դա վերածում է այն կոնստրուկցիայի, այն ստրուկտուրայի, որը հետո արդեն դու ինժեներական տեսանկյունից սարքում ես։ Ու դա չի կարա օթից ընկնի, էլի, դա լիքը ֆունդամենտ է պահանջում։ Ու ես համաձայն եմ Արամի հետ ու Վարամի ռեակցիայից էլ պարզա, որ մենք այդ հարցում համամիտ ենք, այդտեղ ֆունդամենտալ ինժեներական կրթություն եթե չեղավ, այսինքն եթե մարդը ինժեներական մտածողություն չունեցավ, ինքը ուղակի չի կարողանալու այդ ցիպոճկեն բերի հասցնի, հետո գրի պրոմպտը։ Այսինքն պրոմպտ գրելը օքեյ, ինքը կարա անգլերեն լեզվի թեկուզ իմացությունը բավարարի, բայց ինչ ես դու սարքումի ընկալումը ու դրա ոնց որ մոդելը գլխիդ մեջ ունենալու համար ֆունդամենտ է պետք։ Ես չգիտեմ ուրիշ ձև, քան ինժեներական կրթությունը դրա համար։ Մի հետաքրքիր միտք անցավելի մինչև Վահրամին տալը, այսինքն AI-ը եկավ հեշտացրեց ծրագրավորումը, դրանով իսկ բարդացնելով ընդհանրապես ծրագրավորող դառնալը, որովհետև քիչ հմտություններով ծրագրավորող այլևս պետք չի, եթե դու ծրագրավորող ես, դու ուրեմն ֆունդամենտալ եւ ամբողջական մեծ ցիկլեր ես պատկերացնում, խնդիր լուծել, գիտես, պրակտիկա ունես եւ այլ եւ այլ։ Այսինքն այս հեշտությունը բերեց նրան, որ ապագա ծրագրավորողները ավելի բարդ ճանապարհ են անցնելու կամ ավելի երկար ճանապարհ են անցնելու, որ դառնան ծրագրավորող, կարելի է տենց ասել։ Հա, ու ինձ թվում է ոնց որ այդ քո ասածը sense վերաձևակերպել Արամի ասած փինաչիներ չեն լինելուի։ Այսինքն նախկինում էլ լավ ծրագրավորողներ, իսկական ծրագրավորողներ, այդպես չի որ շատ էին։ Ասենք մենք լիքը մարդու հետ աշխատում ենք, դրանց մեջ նույնիսկ չի որ բոլորը, որ հաստիկով ծրագրավորող են, իրանք այն իմաստով ծրագրավորող են, որը մենք ի նկատի ունենք։ Այսինքն այն մյուս կլաստերը մասնագետների, ովքեր որ իրանց ծամած բերանը դրած իրանք կոդ են գրում, այո, դրա կարիքը շատ մեծ հավանականությամբ կորելու է։ Դեռ չի կորել, դեռ շատ այն ամենացածր կվալիֆիկացիայի կարիքն է կորել, բայց հստակ է տրենդը երևում է, որ ոչ ինժեներ կոդ գրողների կարիքը ամենայն հավանականությամբ երևացող ապագայում կորելու է։ Ու այդ հարցին թե ինչ անել, ուղղակի ֆունդամենտալ ինժեներական կրթությունից հեռու չգնալ, որովհետև դրա վրա են կառուցելու մնացած այն ամեն ինչը, թե դա ինչ կլինի, թե դա ինչ բարդության գործիքներ կլինեն, նավարդ ինչքան պարզ գործիքներ կլինեն, այդ արդեն երկրորդ հարցն է։ Շատ հետաքրքիր է։ Վարամ ջան, ֆունդամենտալ գիտելիքի մասով թե դու միշտ դրա ճատագովն ես եւ գովազդող է։ Դե քիչ առաջ խոսում Բայց խնդրում եմ կոնկրետ էլի, որովհետև որ ասում մեղադրանքը պետք է կոնկրետ լինի, եկեք առաջարկն էլ կոնկրետ եղնի։ Ֆունդամենտալ գիտելիք ասելով ինչ ենք հասկանում, լավ, որ դիսցիպլինաներն է, ինչ սովորի այդ մարդը։ Համալսարանը ինչին ուշադրություն դարձնի վերջո։ Ուրեմն ցավով պետք է նշենք, որ Հայաստանում որոշ համալսարաններ արդեն չեն տալիս այն ֆունդամենտալ գիտելիքը, որը մենք ստեղ ակնկալում ենք ասելով ֆունդամենտալ գիտելիքի կարիք կա։ Որոշ համալսարաններ դեռ տալիս են եւ օրինակ այդ բացը լրացնելու համար ես ինքս անում եմ շատ աշխատանք, հա, եւ փորձում եմ լրացնել։ Դրա մեջ մտնում է մաթեմատիկան, ընդհանուր միջև, հա, ասենք դիսկրետ մաթեմատիկան, որպես մաթեմատիկայի ճյուղ, դիսկրետ մաթեմատիկան կոնկրետ մշակում է ուղեղի այդ ինչ որ կառուցվածք, որը հետագայում կարանք դարձնենք ինժեներական մտածողություն։
ինժեներական բուն մասով օրինակ ոնց են սարքած ու աշխատում, ասենք, պրոցեսորները։ Բան, որը հիմնականում ծրագրավորողների համար թվում է դե ես խի պիտի դա իմանամ ու ընդհանրապես դրա մասնագետը կա ինքը կսարքի, հա, օրինակ իմ պատկերացմամբ, երբ որ ծրագրավորողը սկսում է հասկանալ թե ոնց է սարքած ու աշխատում պրոցեսորը, այդ ինժեներական մտածողությունը էապես զարգանում է, քանի որ եկեք անկեղծ լինենք, հա, պրոցեսորները մարդկության ստեղծած ամենաբարձ սարքերից են։ Եվ դու կարողանում ես այդ ամբողջ պրոցեսորի ճարտարապետությունը տեղավորել գլխիդ մեջ, ինչ որ տրանսֆորմացիա է տեղի ունենում, հա։ Ակնհայտորեն ճարտարապետություն, օպերացիոն համակարգեր, կոմպիլյատորներ, ինչ են, ոնց են աշխատում, կոմպիլյատոր ու ինտերպրետատորներից ինչով են տարբերվում, հա, այդ նույն high performance computing ասածը հիմա փորձեք AI-ի օգնությամբ, ասենք, ինչ որ սարքել զուգահեռ ծրագրավորման ինչ որ հետ կապված մի բան։ Հաստատ չի աշխատի, կամ դանդաղ կաշխատի, հա, ասենք, այդ բոլորը գիտելիք ու հմտություններ են, որոնք պարտադիր մարդ պետք է ունենա, քանի որ գոնե այս պահին դա AI-ի օգնությամբ հնարավոր չի անել։ Դա ոչ թե շուկա մտնելու համար, այլ դա բոլորին է վերաբերում, հա։ Իսկ սկսնակի պարագայում այդ մաթեմատիկական ֆունդամենտը եւ մտածողության այդ մոդելի զարգացումը, մտածողություն, որը ինժեներական կարանք անվանենք, դա դառնում է քրիտիկական ու ակնհայտորեն ծրագրավորման լեզուները ոնց որ մղվում են հետին պլան, մի հատ լեզու իմանա հերիք է, որ ուղղակի կարողանա ցանկացած լեզվով գրված կոդ, հա, ինչ որ ձևի review անի մարդ, բայց դրա համար պետք չի բոլոր լեզուները իմանալ, դրա համար կարելի է մի հատ լեզու իմանալ, հասկանալ ընդհանուր գաղափարները։ Այսինքն ավելի կարևոր է դառնում մաթեմատիկական գիտելիքը, մաթեմատիկական մոդելավորումը, խնդրի, մասերի բաժանումը, կախվածությունների սահմանումը, մոդուլների տարանջատումը եւ իրար հետ փոխհարաբերությունները, բլոկ սխեմայի մակարդակում գծելու, այսինքն գծապատկերի մակարդակում գծելու, դա շատ ոնց որ ավելի կարևոր հմտություն է դառնում, քան օրինակ Python-ի ինչ որ մասնավոր գրադարանի ինչ որ մասնավոր ֆունկցիա կամ React-ի ինչ որ կոնկրետ feature իմանալ է, էլի, այդ իմաստով, այսինքն միտքը եւ ժամանակը դնել ոչ թե ինչ որ կոնկրետ գրադարանների կոնկրետ սպეციფიկ յուրահատուկ նյուանսները սովորելու, այլ ընդհանրապես խնդիր լուծելու մեթոդները, մաթեմատիկական, ալգորիթմական այդ ամբողջ գիտելիքը։ Ճիշտ եմ, ամփոփում։ Եթե ասում։ Ընդհանուր առմամբ, հա, իհարկե, նույնիսկ ես չգիտեմ, այդպես է ստացվել, որ ես ինքս ալգորիթմներ տենց շատ չեմ ուսումնասիրել, ճիշտ է, համալսարանում ենք ուսումնասիրել, բայց շատ թեթև ու իմ մոտ միշտ այդ հարցը մնացել է, իսկ ալգորիթմներ պետք է սովորել ու մի տեսակ հիմա ոնց որ լրիվ այդ հարցը արանքից դուրս է գալիս էլի, այսինքն բոլոր հայտնի ալգորիթմները իհարկե պետք չի սովորել, իսկ այն նոր ալգորիթմները, որոնք դեռ չկան, հները իմանալով նորերը չստեղծի, դրա համար պետք է մտածողությունը, հա, այդ համապատասխան մտածողություն ունենալ, որը կօգնի ստեղծել նոր ալգորիթմներ։ Այ դա կարևոր է։ Խնդրեմ։ Իրականում իմ կարծիքով մենք մեկ էլ շատ տենց մենք ֆոկուս ենք լինում հենց մակրո ինժեներական ու տրամաբանական հմտությունների վրա, բայց ինձ թվում է մեկ էլ հիմա շատ ակտուալ է դառնում որոշակի հումանիտար բլոկը, ասենք փիլիսոփայության տիպի բաները, որովհետև նենց չի էլի, որ մենակ մեր տիպը ծրագրավորման բուն կոդ գրելու առօրյան է փոխվում։ Ինքնից ինչ-որ ավելի պարադիգմայի մակարդակում բանա փոխվում, ինչ-որ նոր տեսակի սուշնես է հայտնվում, իր հետ մենք ինչ-որ ձև հարաբերվում ենք, ու ինձ թվում է, եթե մենք չունենանք ակցենտ այդ նույն կրթական բլոկում, էլի, որ մարդիկ հումանիտար մասի վրա էլ ուղեղները աշխատասեն, մենք կարող вообще ուրիշ տեսակի խնդիրներ ունենանք։ Այսինքն օքեյ կարող են իրանք ինչ-որ սիստեմաներ կարենան սարքեն, բայց ուրիշ տեսակ, ինչ-որ էթիչսկի մեջ ոչ էթիկական եւ բարոյական հարցեր առաջանալու, որը առաջ մտածելու հմտությունները հիմա ինչ-որ շատ տենց sense բանի էքստրեմումի կետ է այդ տեսակի խնդիրների, էլի sense նոր տեսակի բանա ոչ մեկ չգիտի դրա այդ ոնց հարաբերվել, դրան ոնց վերաբերվել, ամեն մարդ ոնց որ իր աշխարհայացքի շրջանակներում ինչ որ ձև տեղավորվում է դրա շուրջ, բայց ավելի sense որպեսի դրան ավելի համակարգային կարողանանք մոտնել, ինձ թվում է պիտի կրթական այդ կրթության մեջ այդ բլոկն էլ չանտեսենք, չդառնանք մենք էլ մի հատ պրոստը մեխանիկական սիստեմաներ սարքողներ էլի։ Դե որովհետև միավոր ծրագրավորողի ձեռքին կա շատ ավելի հզոր գործիք, քան որ առաջ էր, ու միավոր ծրագրավորողը կարա շատ ավելի մեծ եւ լավ բան եւ ավերածություններ անել իրականում, օգտագործելով այդ AI հնարավորությունները։
Պահելով թեման հումանիտարի մասով, երեք ես բախտ ունեցա Synergy կազմակերպության HR տնօրենի հետ մի քիչ զրուցելու, հետաքրքիր բաներ ասավ իրանց հայրինգի մասին, եւ շեշտում էր, որ շատ կարեւոր է նաեւ դառնում soft skill-երը։ Ոչ միայն հումանիտար ինչ որ տենց փիլիսոփայական, այլ նաեւ soft skill։ Դրա մեջ մտնում է պարզ մարդկային հարաբերություններ, այսպես ասած, ընդհանուր առմամբ communication, գրավոր, բանավոր, ձայնային եւ այլն, մի քիչ էմոցիոնալ ինտելեկտ, մի քիչ քննադատական մտածողություն, մի քիչ թիմերի կառավարում, այսինքն այլ տեսակի հատկությունները, բայց այն նախադասությունը, որ առաջ 5 տարի, 10 տարի առաջ ընկերները հարցնում էին, ասում էին, ես մաթեմատիկա չգիտեմ, կարող եմ ծրագրավորող դառնալ, հա? Ստանդարտ հարց կար, ու մենք էլ արդեն ունեինք ստանդարտ պատասխան, ասում ենք, այո, իհարկե, սովորի 6 ամիս կամ 3 ամիս, եւ դուք ունենաս աշխատանք, եկեք անկեղծ եւ ազնվորեն ասենք, որ վсё, ժողովուրդ, վերջացել է։ Այլևս այդ հարցի պատասխանը ոչ, հնարավոր չի։ Ճիշտ եմ ասում, եթե ընդդիմախոսություն կա, խնդրեմ։ Ես հələ որ դուխս չեմ, բայց բանը ռիսկ եմ անում, ասեմ մաթ եմ սովորեք, դաժե մեծ տարիքում։ Նախկինում օրինակ չէի ասում այդ։ Այ ոնց որ դու ասեցիր, ասում եմ, վերցրա, այս լեզուները սովորի, գործ կճարես, ահագին կարիերա կարաս անես։ Հիմա սկսել եմ ասել մաթ եմ սովորել։ Դե հիմա դա նախապայման է, ոչ թե ինչ որ optional լավ բան է, եթե իմանաս շատ ավելի, չէ, այսինքն եթե չգիտես կամ չես սովորել կներես, բայց ոնց որ այս ոլորտում դժվար Արամ ջան։ Այդ փինաչիների այդ պատմությունն է էլի գալիս, հա ցավոք մենք էլ երևի մենք բոլորս մեր մեղքը ունենք, որ ժամանակին նման խորհուրդներ տվել ենք, բայց դա լավ կյանքից չենք տվել, դա զուտ տալանտների պակասից ելնող ընդեսքն դու ունես բիզնես կարիք երկրի մակարդակի վրա եւ հասկանում ես, որ այդ մարդիկ ինչ որ ձև պետքա լրացվեն, դրա համար էլ ոնց որ ինչ որ ձև ուղղորդել ենք, բայց դա եղել է նաեւ նրա պատճառով, որովհետեւ learning curve-ը ինչ որ չափով փոքրացել էր։ Մուտքը ոլորտ հեշտացել էր։ Հիմա ես էլի ասում եմ այնպես որպես մի քիչ էլի հին մարդ էլի գան, ասենք հիմա ի սկզբանե նույն 90-ականների վերջերին, չնայած տեխնոլոգիաները այդքան է զարգացած չէին, բայց դրա հետ միասին այն ժամանակ այդ back-end, front-end ոչ մի բան չկար, դու մենակ երես ինչ որ webmaster էիր, ամեն ինչը ինքը էր անում էր։ Սերվերի admin-ն էլ էր դու, back-end-ը էլ էր, front-end design-ն էլ էր դու անում, ամեն ինչը դու էր անում։ Եվ ուներ հստակ պատկերացում։ Հետո այդ ամեն ինչը ռաշիպլինիա եղավ մեր մոտ, վերածվեց մանր ինչ որ բաների եւ դա դարձել էր արդեն նորմալ, որ back-end developer-ը Видите ли, ինքը բազայի օպտիմիզացիայի ոչ մի գիտելիք չունի եւ չի էլ ուզում իմանա, որտեւ ինքը իր ORM ունի, ORM-ով հավաքելա query-ին իր ոչ մի չի հետաքրքրում։ Եվ ինքը հիմնարար գիտելիքները ասելով նա, չգիտեմ, օրինակ եմ չգիտեմ, բինար ծառա եւ այլն, հա, 1000 բանը ոնց է աշխատում, չգիտի, չի էլ ուզում իմանալ, դա իմ գործը չի, եթե դու ուզում ես լավ աշխատի իմ գրած ծրագիրը, մի հատ էլ DB developer բեր կամ DB admin բեր, թող այդ իմ գրած կոդը օպտիմիզացնի։ Իսկ front-end developer-ները ընդհանրապես չգիտեին, որ կա բազա այնտեղ, չէ՞։ Հա, դե front-end-ը, ասում եմ, ես вообще ես այս ամեն ինչը вообще գործ չունեմ։ Հիմա փաստացի մենք տրանսֆորմացիայի մեջ ենք եւ դրա համար շատ լավ հասկանում եմ թե ինչու է ընդհանուր ոլորտը։ Դա իդեպ մենակ Հայաստանին չի վերաբերվում, էլի աշխարհով մեկ է ոլորտը տենց մի քիչ տխուր վիճակում, որովհետեւ սա նման է հերթական ոնց որ ինդուստրիալ հեղափոխություններ ժամանակին այնպես մի հատ հեղափոխության, հա, կամ հոսանքի բանի էլեկտրականության, հա, յուտի հետ կապված հեղափոխության, որին դիմադրել չենք կարող արդեն, մենք բոլորս փաստացի գտնվում ենք այդ վիճակում, բարձ այս հայփը մի քանի տարվա մեջ կտրուկ անկում ապրելու է, այդ մառախուղը ծրվելու է եւ ովքեր կմնան եւ այն տեխնոլոգիաները, որ կմնան դրանք կշարունակեն լինել կիրառական, բայց այս պահին մենք գտնվում ենք մի հատ կետում, որը որ ոլորտում եղած մարդկանց հնարավորություն է տալի ցանկացած դեպքում կողմնորոշվել եւ որոշակի չափով վերապրոֆիլավորվել։ Ժամանակ դեռ կա։ Այսինքն կամ այնուամենայնիվ նստել եւ սովորել ֆունդամենտալ գիտելիք, կամ սանտեխնիկայով զբաղվել։ Իդեպ այդ սանտեխնիկայի հետ կապված մենք հետաքրքիր բան կա, վերջերս է կարդում, բոլոր տվյալներով ցույց է տրվում, որ մոտակա տարիներին սանտեխնիկները եւ էլեկտրիկները հենց AI-ի դատա ցենտրների պատրաստման պատճառով շատ մեծ վաստակ են ունենալու, տնից որ կարող եք բոլորը մտածել այդ ուղղությամբ։ Շատ հետաքրքիր մտքեր են, կուզենք շատ երկար շարունակել, բայց մի քիչ գրաֆիկից դուրս ենք, դրա համար ես խնդրում եմ մի հատ տեսնեմ, մենք աուդիտորիայից հարցեր ունենք, կա ինչ որ հարց Ժամանակ ճիշտ ասած, ես հանդիպել եմ այդ մարդու, ով ոնց որ
երեք լեվելի ֆիզիկա է։ Եվ շատ ակտիվ եւ տաղուկակետին, որ ինքը օրինակ կես տարի ծախսած ծրագրավորում է մարդու սովորել, եւ ճիշտ ասած ինքը նեշել է սովորական ֆիզիկա դասատու է, բայց կվանտի ֆիզիկա գիտե, պրոֆիլի ֆիզիկա գիտե, իսկ ոնց գլխում ես մեջին շահի դերնուց եմ դասում, նրա պատմությունը է ասում։ Ինքը ոնց է նա սովորելու ընթացքում հասկացավ, որ չկարծա մի հետ մարդու ծրագրավորել, էլի։ Իսկ եթե ասենք մարդու ֆիզիկա, անանալացում է մաթեմատիկա, այսպես չի մանում, չէ՞, բա ոնց է որ դա դառնում, որ ինքը ֆիզիկա գիտի, բայց ինքը չի Հարցը հետևյալն է, որ մարդ, որ շատ ուժեղ ֆիզիկայի մասնագետ է, փորձել է ծրագրավորման ոլորտ մտնել, բայց ինչ որ բայ չի ստացվել, հիասթափվել է եւ հարցը հետևյալն է, ոնց կարա մարդը, որ ունի այդ լավ մաթեմատիկական բազան եւ ֆունդամենտալ գիտելիքը, որովհետեւ նաեւ գիտի физիկա, ոնց այդ մարդու մոտ չստացվեց, Վարամ ջան, դու շատ ուսանողներ ես ունեցել։ Հասկանում եմ, ես պիտի պատասխանեմ։ Ուրեմն ես նշեցի դիսկրետ մաթեմատիկա, ոչ մի ֆիզիկոս դիսկրետ մաթեմատիկա չգիտի։ Դա Վերջ, շատ կարճ պատասխան։ ֆիզիկում չեն անցնում։ Ինչ ասեմ։ Ուրեմն դիսկրետ մաթեմատիկան մաթեմատիկայի այն ճյուղն է, որը computer science-ի հիմքում է ընկած։ Դա այլ մտածողություն է։ Ես ինքս առաջին կուրսում շշմատ զարմացած նայում եմ, երբ որ ինչ որ մեկը մեր խմբից կարողանում էր ինչ որ խնդիրներ լուծել գրատախտակին, այն դեպքում ես ուղղակի չէի հասկանում, ոնց է այս մարդը մտածում։ Իմ համար դա խորթ էր։ Մարդկա ունի այդ մտածողությունը ի սկզբանե, մարդկա տենց միանգամից չրթում էր այդ խնդիրները, իմ համար դա խորթ էր ու ես երկար ժամանակ պարապել եմ, մարզել եմ, հա, ուղեղս, որպեսզի կարողանամ մոտիկանամ այդ խնդիրներին, հասկանամ այդ աշխարհը։ Ֆիզիկոսը ուրիշ աշխարհ է հասկանում, հա, ֆիզիկոսի աշխարհը, մաթեմատիկան, որը ֆիզիկոսը գիտի, հա, շատ լավ կարող է քվանտային դեպքում գիտի վեկտոր տենզոր հաշիվ, գիտի գծային հանրահաշիվ, գիտի, չգիտեմ, միգուցե մաթանալիզ եւ այլն, այդ ամեն ինչը ուրիշ տեսակի մաթեմատիկա է։ Դա այնուամենայնիվ ալգորիթմական խնդիր լուծելու մասին չի։ Չէ, դրանք տարբեր մաթեմատիկաներ են։ Շատ լավ, մենք մի հարցել Հա, խնդրեմ։ Հա, ես ուղղակի որպես հին ֆիզիկ, որպես ֆիզիկոս ասեմ, նայեք, իրականում ձեր ասացի մեջ շատ լուրջ տրամաբանություն կա, ինչի։ Երբ որ դու զբաղվում ես, ամենայն հայցամ ձեր ասած մարդը տեսական ֆիզիկայի մասնագետ է եղել։ Ու ես համարյա համոզված եմ, որ շատ ավելի հեշտ կլինի էքսպերիմենտատոր ֆիզիկի համար զբաղվել ինժեներությամբ։ Տեսական ֆիզիկայով շատ երկար զբաղվելու ժամանակ մտածողության ձևը փոխվում է այնքան, որ դու պրակտիկ բաներով հաճախ չես կարող զբաղվես։ Ես դա տեսել եմ 100 անգամ 15 տարի ֆիզիկոսների միջավայրում աշխատելու արդյունքում։ Ես իմ բախտը բերել է, ես շատ փոքր տարիքից ֆիզիկային զուգահեռ եմ մտել ինժեներության մեջ։ Ես հստակ դա տեսել եմ, մի հատ level կա, երբ որ աշխարհընկալումը գիտնական ֆիզիկոսի, տեսաբան ֆիզիկոսի շատ абստրակտ է դառնում։ Այնքան շատ են մարդիկ զբաղվում բաներով, որոնք ոչ միայն չես կարա տեսնես, իսկ դրա պատկերացնելն է մի հատ խնդրեմ։ Ասենք ես իմ կանդիդատскի մեջ արել եմ բաներ, որոնք որ եթե իմ ծորների վախտով պրակտիկ գտնվի դրա պրիմինենյան հրաշք կլինի, էլի։ Ուզում եմ ասեմ, երբ որ դու շատ ես դրանով զբաղվում, դու ուղակի իսկ ինժեներությունը ուղիղ հակառակն է։ Քո ամեն միտքը sense ուղիղ կպած է հողին, կպած է այս աշխարհին, էլի։ Դրա համար այդ նրբությունը կա, այդտեղ ինտելեկտի խնդրեմ չի եղել, այդտեղ ինձ թվում է ավելի մտածողության ձևի խնդիր է եղել։ Միգուցե իրոք կա այդպես տարբերություն, որ ասենք մարդկա բաժանման ոնց որ դասացին ծոփերի խմբերի։ Ինչ որ մենք դե մաթեմատիկան ֆեյսբուքի ֆիզիկան ինքը абստրակտի ոնց որ այսպես ասած նаука եւ լոգիկա չէ, օրինակ մարդկա որ վիզուալի է լոգիկա ոնց որ այդ սֆերան այսպես ասած ավելի լավ հարցը մի հատ եթե կարողանամ վերաձևակերպել, այսինքն հա, մարդկային լեզուն ալինելու ապագա ծրագրավորման լեզուն, այսինքն անգլերենը, հայերենը թե մնացածը, թե պետք է այնուամենայնիվ ինչ որ միջանկյալ ավելի абստրակտ, ավելի բարդ լեզու, որովհետև մարդկային լեզուն ըստ ձեզ բավարար չի նկարագրելու բարդությունները։ Ճիշտ ասած, հա, Արամ ջան, ես մի հատ բան ասեմ, որը այտենց հպվում է էլի այդ թեմային կապ ունի։ Նույնիսկ միջև այս հայպը, որ կա հիմա AI-ի դաշտում, top համալսարանների լինգվիստիկայի ֆակուլտետներում շատ վաղուց Python ու machine learning էին անցնում։ Ինչի համար, որովհետև
այդ մասնագետներին կամաց պատրաստում էին, վերում էին այն վիճակին, որ իրանք պետք է պատրաստեն համապատասխան մոդելներ, լեզուների հետ աշխատանքի եւ այլն։ Ես կարծում եմ, այդ հիմքերը, որոնք որ վերջին քանի տարիներին դրված են, կամաց նաեւ բերելու են դրան, որ հնարավորինս այդ native լեզուն, ինտերպրետանի բերի այն լեզվին, որին մենք ենք սովոր։ Պարզ է այն լեզուները, ինչպիսին են հայերենը, շատ ավելի բարդ է լինելու, դա տերմինոլոգիայի խնդիր ունենք եւ հիմա ի վերջո, հիմա չգիտեմ, ստեղ խոսում ենք, այսօր օրինակ ես կարող եմ շատ մաքուր ոսկեղենիկ հայերենով խոսել, հա, բայց ասենք ինձ ավելի շատ հեշտ է խոսակցականով խոսել կամ ինչ-որ տերմիններ օգտագործել անգլերենով եւ ռուսերենով, որովհետեւ հայերենի դեպքում կամ այդ տերմինը չկա կամ անհասկանալի է։ Այո, հայերենի դեպքում դա խնդրահարույց է լինելու, փոքր լեզուների դեպքում, հա, հին եւ փոքր լեզուների դեպքում խնդրահարույց է։ Բայց չեմ կարծում, որ այս պահին անգլերենով ես մի քիչ նայում եմ ավելի հիմա ղեկավարի աչքերով եւ մարդու աչքերով, որը թիմեր ղեկավար է եւ մեծ համակարգեր է նախագծել։ Ի վերջո ծրագրավորող ընթացքը տրվում է լեզվով։ Դա այսինքն ընթացքում նկարագրվում է, որ պետք է այս ֆունկցիոնալը։ Ուրիշ հարց է, որ դրան զուգահեռ կարող է միատել BPMN notation-ով մի հատ դիագրամ տրվի, որը որ այդ անունը դնենք ալգորիթմիկ մասը դա հնարավոր է սխեմատիկ տեսանկյունից։ Բայց ես կարծում եմ նմանատիպ երկու ինչ որ ֆորմատի կիրառումը մոտ 90% խնդիրները կփակեն։ Բայց այն որ մեկը բացել կոդը, նայել, ինչ որ բան փոփոխել կարիք լինելու է, ես կարծում եմ դրան շուտ է, էլի ես ինքս չեմ վստահում եւ ցանկացած գեներացված կոդ միջև վերջի տողը ստուգում եմ անպայման։ Մի հարց ունենք, հա, ձեր Ես օրինակ հասնայի, որ ասում եմ, ուզում եք ասեք, որ մաթեմը պետք է սովորել, նախ ուզում եք իրար հասնել ինչ մաթեմ, ստատիստիկան խի, ասեք ավտոմատները խի, մաթանալիզը խի, որտեղ դա դիվուցու շատ լայն բան է, էլի, մաթեմը շատ բաներից է կազմված, ու բուհը կարող է հիմա ինչը սովորացնում է, միգուցե իրոքից կիրառելի չի, կամ պետքական չի այնքան, ինչքան սիստեմ դիզայնը, ինչքան խոսքը գնում է, ասենք, ալգորիթմերի մասին եւ այլն, իսկ մենակ մտածողությունը զարգացնելու համար է, այս պետք մաթեմա ծրագրավորողներին։ Հա, հարցը հետեւյալն է, մենակ մտածողությունը զարգացնելու համար մաթեմատիկան թե չէ եւ արդյոք այդ դիսցիպլինաները, որ դուք նշեցիք, ստատիստիկա, ավտոմատների տեսություն, հա, դա մտածողություն զարգացնելու համար է, թե դա պրակտիկ կիրառվում է գործի մեջ, դա է հարցի էությունը։ Հա, որտեղ այն բան, օրինակաբար շատ ծրագրավորողներ մաթեմից ահավոր բերխաբար էին, բայց կարող են շատ բաներ լավ են կարող են անել, իսկ հիմա այդ ինչին ապրել, մաթեմի Դե, դա ոնց որ կարծիք հա, որ կային ծրագրավորողներ, որ մաթեմից անտեղյակ էին եւ կարողանում էին շատ լավ բաներ անել, դա ոնց որ շատ վիճելի կարծիք հա, որովհետեւ հա փող կարողանում էին աշխատել, բայց դա լավ բաներ տեղ արած թե չէ, մենք բազմիցս մեր պրակտիկաների ընթացքում հասկացել ենք, որ հիմնականում չէ, այսինքն կոդին նայելուց նույնիսկ, հա, դու կարող ես ասել, ես մարդը մաթեմատիկա գիտի, թե չէ, որովհետև կարող է միևնույն խնդիրը 5 տողի փոխարեն 45 տողում լուծի, որն այս խնդիրը լուծած է, ծրագիրը աշխատում է, փողն էլ գալիս է, բայց 5 տողի փոխարեն 45 տող է գրել, մի ֆունկցիա գրելու տեղը 4 ֆունկցիա է գրել, եւ այլ, ասինք անարդյունավետությունների շարք, բայց մտածողության եւ պրակտիկայի մասին, Վարամ ջան, ինձ թվում է դու ավելի։ Հա, ուրեմն մաթեմատիկաները այնուամենայնիվ պետք է ոնց որ տրոհենք երկու բազմության, ձեր նշած ստատիստիկան, ավտոմատներն ու մաթանալիզը, հա, իրականում երկու տարբեր բազմություններից էին։ Ավտոմատները դիսկրետ մաթեմատիկայի ճյուղից են, հա, մյուս երկուսը դասական, չնայած ստատիստիկան այնքան դասական չի համարվում, բայց այնքան հին է, որ արդեն կարող ենք համարել։ Մաթանալիզն ու ստատիստիկան, օրինակ, պետք են մեքենայական ուսուցմամբ զբաղվելու համար։ Դա շատ սպეციფიկ ոլորտ է, հա, եթե ծրագրավորումը վերցնենք լայն տենց իմաստով, դա ինչ որ մի կտորն է եւ այնտեղ դրանք պետք են։ Բայց դա այնքան էլ կապ չունի computer science-ի հետ, հա, դա վերևի application-ների հետ կապ ունի computer science-ի կիրառության հետ։ Ինչ վերաբերում է խորքային գիտելիքին, ապա պետք է հասկանանք հետեւյալը, հա, Ջորջ Բուլը երբ հորինում էր այդ բուլյան հանրահաշիվը, այսպես կոչված, ինքը կալկուլուսի վրա չի հիմնվել։ Լավ, այնտեղ հիմքերը լրիվ ուրիշ են։ Այսինքն որ կա true false եւ discrete է ամեն ինչ։ Դա լրիվ հակասում է մաթանալիզին, որտեղ ամեն ինչ ավելի հավանականավոր անընդհատ է, ողոր կա, ածանցելի է եւ այլն։ Լավ, դրանք երկու տարբեր աշխարհներ են։ Ես խորհուրդ եմ տալի երկուսն էլ իմանալ։ Լավ, դրանք երկու տարբեր բաներ են մարզում։ Ես կարճ ուղղակի պրակտիկ բան ասեմ, որի բարդ լինի, ասենք, ինչպես գիտեք, ասենք մեր քարտեզները, մեր ասում հաց ու ջուրն են, հա, Yandex-ի քարտեզները։ Հիմա
աշխատել Yandex-ի քարտեզների թիմում եւ չիմանալ գրաֆերի տեսություն, դա համարյա թե 0-ին հավասար մի բան է, հա։ Որտեղ առանց դրա դուք չեք կարող այդ product-ը զարգացնել։ Նույն հիմա ինչ որ վերաբերում է machine learning-ին, առանց համապատասխան մաթեմատիկական գիտելիքների չեք կարող կիրառումը machine learning-ի մեր մոտ ապահովել։ Իսկ machine learning-ը, չգիտեմ, ամեն պահին, երբ որ դուք, չգիտեմ, տաքսին կանչում եք, ասենք այն մոդելների քանակը, որ աշխատում է ձեզ տաքսին ճիշտ պահին, ճիշտ վարորդին նշանակելու, ձեզ մոտեցնելու եւ այլն, այդ ամբողջը բավականին մեծ մաթեմատիկական մոդելների հետ է կապված։ Մի հատ էլ ես իմ կարիերայից օրինակ ասեմ, Դավիթ ջան, օրինակ ես կարիերայի սկզբում իհարկե դա էլի 20 տարի, 25 տարի առաջ էր, բայց այսքան շատ էական է ինչի վրա ես աշխատում, CNC ստանոքներ էինք ծրագրավորում։ Ես այդ ժամանակ հասկացա, որ ես գիտեի, ես երկրաչափություն գիտեմ, անալիտիկ երկրաչափություն գիտեմ, օլիմպիադաներ էի կրել։ Եկա պարզվեց իմ իմացածը այնքան քիչ է ու ես այդ ժամանակ այդ գործի համար դրել եմ երկրաչափություն եմ սովորել։ Այսինքն դու շատ էական նաև ինչ խնդիրներ ես լուծելու։ Եթե կան application-ներ, կան կիրառություններ, որտեղ որ ինքը հենց մաթեմատիկայի հետ է կապված շատ ուղիղ։ Դե նայ, հա, Վլադ ջան, մերսի շատ, բայց սկսնակ մարդը կարող է չիմանա ինքը նախ ինչ խնդիրներ է լուծելու եւ հետո այդ խնդիրների համար ինչ դիսցիպլինաներ պետք է սովորի։ Դրա համար պետք է կամ սաղ սովորի կամ գնա համալսարան, դե իրան կարճ բան ասեմ, էլի Ժորժան, եթե back-end developer-ները մի մասը համոզված են։ Crud գրելու համար developer-ը պետք չի լինելու, էլի, հասկանում եք, չէ՞։ Ու այդ crud-ը կարա նկարագրի ցանկացած միջին PM, հա։ Կարա ինչ-որ մի հատ սինտաքսի գա, ասենք իմ ընկերություններից մեկում, օրինակ ինձ պատկանող անձնական ընկերությունից մեկում էս բան մենք ունենք հստակ սինտաքս, որը որ PM-ը նկարագրում է crud-ը եւ համապատասխան AI գործիք այդ crud-ը սարքում է։ Պարզ է, այդ ինչի, որովհետեւ այդ crud-ում մաթեմատիկական գիտելիքների կարիք չկար։ Փինաչու, կլուչ տվողի գործեր։ Բայց նաև ծրագրավորողի կարիք չկա, եթե նկարագրվում է առանց ծրագրավորողի։ Դե հիմա ուղղակի պետք է հասկանանք, որ այդ կլուչ տվողի կարիքը էլ չի լինելու շուտով, էլի։ CRUD-ը պատկերացնում եք, չէ՞, Ժողովուրդ ջան, create, read, update, delete, տարական օպերացիաներն են տվյալների բազայի հետ կատարվող։ Այսինքն եթե ձեր ծրագիրը պրոստը բազայի մեջ գրում է, կարդում է, որոնում է, այդտեղ պրինցիպի էլ ծրագրավորման գործ չկա։ Դուք հստակ կնկարագրեք, այդ նկարագրությունը կաշխատի այդ բանով։ Վերջում հարց կար այնտեղ այդտեղ։ Խնդրեմ, առաջացեք եւ մի քիչ բարձր։ Ճիշտ ասած, իմ անձնական գործը, որով ես սկսել եմ ծրագրավորումը սովորել կամ զարգացնել, նույն օլիմպիական ծրագրավորումը նաև օլիմպիադաների պատրաստելու համար, ներկայիս աշխատաշուկայում, հայկական աշխատաշուկայում ընդհանրապես ակտուալ չի։ Ու երբ որ դու գնում ես ինտերվյուների, նույնիսկ կամպանիաներն են քեզ թելադրում ստանդարտներ, որոնց պետք է հետևես իրենց ինտերվյուները։ Եթե դու ուզում ես աշխատանք գտնես, կամպանիան քեզ չի ստիպում դու սովորել data structure-ներ կամ algorithm-ներ կամ մաթեմատիկա, քեզ սովորում է ստիպել, քեզ ստիպում է սովորել, օրինակ թե JavaScript-ում let const-ից ինչով է տարբերվում, ինչի նպաստում նաև ասոր ոլորտի զարգացմանը, ասենք եթե խնդիր չի վերապրոֆիլավորվելու համար, ու եթե խոսում ենք վերապրոֆիլավորվելուց, նույն ելել են մոդելները ստեղծողները մարդիկ են, ծրագրավորողներ, ովքեր շատ լավ գիտեն մաթեմատիկա։ Ինչի՞ չվերապրոֆիլավորվել այդ ուղղությամբ, այլ մնալ որպես կոպիտ ասած կոդեր։ Այսինքն Հայաստանյան իրականության մեջ ձեր մաթեմատիկական գիտելիքները պահանջված չեն եղել աշխատգործատուների մոտ եւ ավելի շատ պահանջված են եղել ինչ որ կոնկրետ գրադարանների իմացություն, եթե ճիշտ հասկացա, չէ՞։ Հա։ Բայց դա մինչև հիմա եղած մեր ստատուս քվոն է եղել, հա, դա ներկան վիճակն ես դու նկարագրում ու դու ճիշտ եք ասում, այո, հենց տենց էլ եղել, հա, որովհետև մարդիկ ուզում էին պրակտիկ կոնկրետ խնդիրներ լուծող անձնակազմ, որը գուցե եւ չգիտի մաթեմատիկա, բայց կարող է այս գրադարանով այս ինչ խնդիրը լուծել։ Հիմա մենք խոսում ենք այն փոփոխություններից, թե ինչա գալիս ու մենք տեսնում ենք, որ նմանատիպ խնդիրներ չի դրվելու այլևս կամ հաստիկ չի բացվելու նման խնդիրների համար, որովհետև ներկա անձնակազմը ցանկացած օֆիսի այդ բարձ խնդիրները արագ կլուծի եւ տարբերող ավելի էժան բան կա, էլի։ Հա, շատ ավելի ոնց որ այդ սկզբնական մակարդակն է, էլի, դա հեշտ լուծվելու է եւ մարդիկ սկսելու են փնտրել արդեն ավելի բարդ բաներ կատարող ծրագրավորողներ ու եթե ես ճիշտ եմ հիշում, դուք օրինակ C++-ի մասնագետ եք, չէ՞, փնտրում տենց որ չեք գտնում։ Հա, խնդրում եմ դրա մասին էլ ասեք, որ կոնկրետ օրինակ պահանջ է։ Կարևոր մի բան, ես կարող եմ ուղղակի ես ասենք ունեցել եմ
տարբեր ընկերություններ, տարբեր թիմեր եմ ղեկավարել, շատ տարբեր չափերի, այլ ասենք ամենամեծ ընկերություններից մեկն եմ ղեկավարում, դա իհարկե բիզնես տեսանկյունից, բայց ինչ փորձ կա մեր մոտ, հա, որ մեր նման ընկերություններում շատ վաղուց չկա հասկացողություն մեկը A ձևի ծրագրավորող, B ձևի ծրագրավորող, հա, մենք ցանկացած դեպքում այդ software engineer-ի հասկացողությունը ունենք։ Այսինքն մարդը եթե գալիս ասում է ես չգիտեմ, համապատասխան գիտելիքներ ունեմ եւ Java-ի ծրագրավորող եմ, բայց մենք ման են գալի, չգիտեմ, օրինակ համար .NET-ի կամ C++-ի, մեծ հավանականությամբ ինքը, C++-ի դեպքում է մենակ բացառություն մի քիչ անում, մի քիչ, հա, բայց ասենք Python-ի ու Java-ի միջև տարբերություն չենք դնի, հաստատ իրան ժամանակը կտրվի 1-2 ամիս, որպեսզի այդ սինտաքսը ինքը ուղղակի սովորի եւ switch լինի։ Այդ հիմնարար գիտելիքները մեր մոտ շատ կարեւոր են։ Ես հասկանում եմ դուք ինչի մասին եք խոսում, դուք ասում եք ես գիտեմ էքսկավատորով այդ փոսը փորել, ես գալիս եմ ինձ հայկական ֆիրմային ասում են մենք լապատկա ունենք։ Կարում ես լապատկայով փորես, եթե կարում ես մենք ավել բան չենք ուզում, արի այդ լապատկայով փորի։ Չնայած հասկանում ենք որ էքսկավատորով փորելը շատ ավելի արդյունավետ կլներ եւ այլն եւ այլն։ Այո, դա այն վիճակն է, որը եղել է 23-ից առաջ, բայց հիմա մենք գտնվում ենք այդ տրանսֆորմացիայի մեջ եւ դրա համար մեզ բոլորիս շատ թափ է տալիս եւ բոլորս էլ անհանգիստ ենք այս փոփոխություններից։ Դրա համար կարեւոր է ընդունել այդ փոփոխությունները, կար ժամանակին Անգլիայում, եթե չեմ սխալվում, լուդիտները, հա, որոնք պայքարում էին այսպես ինդուստրիալ հեղափոխության դեմ էին պայքարում եւ քանդում էին, ջարդում էին բոլոր այդ կարի մեքենաների ավտոմատացված այդ շոկի քաշով շոկե մեքենայի կողմից շարժվող էլեմենտների եւ բարձա ինչքան էլ իրանք պայքարեցին, դա արդյունք չտվեց, բոլորս տեսնում ենք այն ինչ որ ունենք։ Դրա դիմաց պետք չի պայքարել, մեխանիկական աշխատանքը դուրս է գալու, տարական մանր օրինակների վրա էլի դուք մեր կյանքում կարող եք տեսնել։ Հիմա այս բոլորդ համարյա մեքենա վարում եք կարծում եմ պլյուս-մինուս։ Հիմա ով ունի մեխանիկական կառույցով մեքենա այս բան։ Դեռ բարձրացնեն մեխանիկական կառույցով։ Ոչ մեկ, չէ։ Ո՞վ, ոչ մեկ։ Մենակ դու ունես։ Ես ձեռնից տալի։ Հա, բայց հիշում եք, չէ՞ ոնց էր նամանոտ հայտղու համար բան, կա, տղեն պիտի կառույցին մեխանիկական լինի բան։ Ինչի, որ մենք բոլորս էլ եկանք դրա, որ հարմար չի։ Այսինքն այն գործը, որը մենք ժամանակը կորցնում ենք այդ փոխանցման տուփի հետ աշխատելու, դա կա մեխանիզմ, ալգորիթմ, որը մեզնից ավելի լավ է անում։ Հիմա նույնը մեր աշխատանքում է լինելու։ Ես մի հատ թիվ ասեմ, ուղղակի երեք ենք ստացել այդ թվերը վերջնական, որովհետեւ դուք պատկերացնեք աշխարհը ինչ փուլում է, օրինակ ես էլի մեր ընկերության օրինակի վրա եմ բերում։ Մեր ռոբոտները ավտոմատ դաստավշիկ, որ ունենք ռովերները, մեր արտադրության ծավալները ռոբոտների այս տարի հասնում են այն աստիճանի, որ մեկ պատվերի արժեքը կոչվում է CPO, cost per order։ Մեկ ապրանքի cost per order-ը հավասարվել է մեկ առաքիչի cost per order։ Ռոբոտի վրա կատարված ծախսը նույնն է թե մարդուն։ Նույնն է դառնում այս տարվա վերջ մեր մոտ։ Այսինքն մարդ առաքիչները մոտոներով է ծծծի։ Մեր հնդիկ բարեկամները մեծ ուրախությամբ կամ ցավոք դեռ մի քիչ էժան են, բայց շուտով դրան ենք հավասարացնելու։ Այդ ուղղակի որպեսզի պատկերացնենք, էլի։ Չեմ ուզում տես Տերմինատոր կինոից էլի բաներ պատմեմ, բայց մոտ ենք էլի դրան։ Խոսքով փոփոխությունները շատ են, հարցերն էլ այդ թվում խնդրեմ դուք Արսեն ջան կներես մի հատ Մանրամասը սահմանիչից ելնելով ինչ նոր մասնագիտություններ կարողացնել ինչ նոր մասնագիտություններ կարող են ստեղծվել դժվար հարց է ով կուզի Դե prompt engineer ասածը մեռանք դրա մասին խոսելով արդեն ստեղծված է ճանաչես լավ կատակ կա ասում prompt engineer-ը լավ այն է որ ճիշտ պահի գիտի please բառը որտե գրել prompt-ի մեջ չգիտեմ տրեյներները prompt engineer-ները ելի եմ ասում linguist-ները որոնք որ մոդելների վրա պետք է աշխատեն շատ տարբերակի առումները լինելու Ստեղ կարևոր մի բան պետք է հասկանալ, որ այն գործիքները, որոնք որ ունենք, հնարավոր է կիրառել շատ տարբեր բնագավառներում, որովհետև մենք հիմնականում բոլորիս մտքի մեջ, երբ որ հիմա ասում ենք AI գործիքների վերջով խոսում ենք GPT-ների, LLM-ների մասին, հա, բայց դրանց կիրառումը էականորեն այլ ոլորտներում շատ ավելի կարևոր է այս պահին ու շատ մեծ բուստ է տվել։ Պետք է նայել նաև այդ ուղղությամբ, որովհետև, չգիտեմ, ինչքանով եք հետևում հումանոիդ ռոբոտների զարգացմանը էականորեն բուստատեղի ունեցել ու էլի բուստատեղի ունեցել դրա պատճառով։ Հիմա ես իդեպ կրթությամբ ծրագրավորող չեմ, ես ինժեներ եմ, մեխանիկ եմ,
Եվ օրինակ շատերին ընդհանրապես խորհուրդ եմ տալիս վերջի տարիներին ոչ թե գնալ ծրագրավորման այս բուն ուղղությամբ, այլ գնալ ինժեներինգի ուղղությամբ։ Չգիտեմ, mechanical, electrical, հա, control engineer եւ այլն, որտեղ դա այն ուղղություններն են, որոնք այս բանին զարգանում են։ Շատ բարի։ Ինձ թվում է մի հատ փոքր բան էլ ասեմ, եկել ինձ թվում է գործիքների բուն տեխնոլոգիայի ինքնարժեքը քանի որ իջնում է, business-ով entrepreneurship-ն ավելի լայն կիրառություն այլ կոպիտ ասած բացվելու են շուկաներ, որոնք կամ սկզբունքորեն չէին կարա լինեին տեխնոլոգիայի գեփի պատճառով, կամ այդ շուկան այդքան վճարունակ չէր, որպեսզի տեխնոլոգիա սպառեր։ Այսինքն միգուցե նաև այդտեղ է բացվելու լիքը աշխատելու, լիքը ստեղծագործելու դաշտ։ Բայց մի լավ բան հիշեցրիր, վլատ շատ բիզնես իդեայով մարդիկ են հանդիպել պրակտիկայում, հաստատ ես էլ, Արամն էլ, դուք էլ, ովքեր ինչ որ հանճարեղ բիզնես միտք ունեն, բայց չեն կարողանում տեխնիկական թիմ գտնել, չեն կարողանում տեխնիկական տնօրեն գտնել, մի հատ լավ ծրագրավորող գտնել, որ իրանց միտքը իրականացնեն եւ իրագործեն։ Ու գուցե թե հենց այս այն этаպն է, երբ որ նույնիսկ առանց այդ խորը մաթեմատիկական գիտելիքների կամ բաների ձեզանից ցանկացած մեկը կարող է պրոտոտայիպ անել, օգնել այդ բիզնես իդեայով մարդկանց եւ նրանց այդ բիզնեսներ ստեղծել, փորձել, որովհետեւ հիմա փորձելու գինը եւ նոր պրոտոտիպ, նոր ինչ-որ բան փորձելու գինը շատ ավելի էժանացել է եւ մեր ունեցած գիտելիքով, թեկուզ եւ առանց ֆունդամենտալ ինչ-որ բարդ մաթեմատիկական գիտելիքների, մենք կարող ենք օգտագործելով LLM-ները շատ արագ ստեղծել պրոտոտիպեր մարդկանց բիզնեսների համար, 1, 2, 3, 4, ինչ-որ մեկը դրանցից կաշխատի ու նաեւ ես ոնց որ այդ իմաստով ակնկալում եմ, որ շատ բիզնեսներ նոր կառաջանան, որոնք առաջ ուղղակի հնարավոր չէին, որովհետեւ այդ բիզնես mindset-ով մարդիկ չէին գտնում հարմար տեխնիկական մարդուն, որովհետև սա զբաղված էին, գործ ունեին, շատ աշխատավարձ էին ստանում եւ այլն։ Հիմա ոնց որ դրա դուռն էլա բացվել։ Այս կողմը Արամը որ ասում էր այդ webmaster-ի ժամանակահատը, հիշում եք մի հատ landing սարքելը ինչ էր իրանից ենթադրում։ Դու պիտի hosting-ում Apache քո ձեռով install անեիր, MySQL-ը քո ձեռով install անեիր, ոչ ոք ուզում եմ մի հատիկ landing սարքելը, ասենք մի հատ ահագին կվալիֆիկացիայով մարդու, քո մի շաբաթ տաներ։ Հա, հիմա 5 րոպե։ Հիմա 5 րոպե։ Հա, այս կողմից հարց կար։ Այս կողմից հարց։ Այս կողմից էլ։ Ես ինքս դա ֆունդամենտալ գիտելիքներ եմ ստացել իրականում սովորել ու մեր ժամանակ դա դասախոսներ կային, բայց այնուամենայնիվ ջունիորը կուրս եկել էի համալսարանից, պետք է խոստովանեմ ու երևի ինստիտուտը, հա, բնականաբար չէ։ Ու երևի որ առաջին 5 տարիներն եմ ոնց որ այդ կերպը, որը ես ոնց որ պրակտիկ ինչ-որ հնարավորություն եմ եղել տարբեր ֆիրմաներում աշխատելու, ինձ հնարավորություն տվել դառնալ ինչ-որ ավելի պրոֆեսիոնալ ծրագրավոր։ Հիմա այդ կերպը ես ոնց հասկանում մեկը չի լուծում, որտեղ եթե նույնիսկ մենք համալսարանում կրթությունը լավը սարքենք, մեկը ես չեմ տեսնում ոնց կարելի է այդ ինչ ապսկեք այդ 5 տարի մոտ կարելի լրացնել։ Ճշգրտում իսկ ինչն է պակաս, ճշգրտենք ինչն է պակաս։ Հիմնականում պրակտիկ գիտելիք է, այսինքն ես դիսկրետ մաթեմատիկա սովորել եմ, մաթեմատիկա սովորել եմ, լամդա հաշիվ, ծրագրավորման տարբեր լեզուներ ենք սովորել, շատ լավ դասախոսներ ենք հետհաղել։ Ու սովորել եմ միջին, գերազանցիկ չեմ եղել միշտ, բայց որ առական է ուզում էի, տենց որը է տենց սովորում էի։ Մենք նույնիսկ SQL-ի այդ բան ենք սովորել, ասենք ինչ է կոչվում entity relationship։ Լավ, եկեք ես բիզնեսի տեսանկյունից պատասխանեմ, Վարամը կրթության մասով երևի թե ավելի կլրացնի։ Տեսեք, բիզնեսի տեսանկյունից ոնց է, էլի, որպես big tech-ի ներկայացուցիչ եմ ասում։ Մենք հետաքրքրված ենք մեր ներկայության ցանկացած երկրում փոխինտեգրվենք համալսարանի մեջ պրակտիկ գիտելիքի տրամադրմամբ ունենք երկրներ, որտեղ ինտեգրված ենք, այսինքն որ երկրներն որ ինտեգրված ենք, այդ ուսանողը երբ որ ավարտում է, ինքը արդեն այնքան բավարար պրակտիկ գիտելիք ունի, որի վիճակի է գալ նստել մեր մոտ եւ շարունակել աշխատանքը։ Բայց մենք գնում ենք այդ քայլի միայն այն երկրները, որտեղ բավարար տեսնում ենք այն ծավալը, որը որ կարող ենք ստանալ, որտեղ 10 հոգու համար մենք չենք գա դա անելու։ Հիմա ի վերջո եկեք բանի օրինակը վեկալենք, վատ օրինակ չի։ Մի քիչ կողքի ոլորտն է, հա, հիմա սինոպսիսի օրինակը եթե վերցնենք, հիմա սինոպսիսը ժամանակին պոլիտեխնիկի մեջ ստեղծել է, հա, իր ֆակուլտետը, ուրիշ հարց է, որտեղ 300 հոգի ավարտում է, իրանք 10-ին են վերցնում, են 290-ը ոչ մեկին պետք չի հիմա քաղաքում։
որտեվ տենց է ստացվել պատմականորեն։ Բայց ամենայն դեպս իրանք այդ խնդիրը լուծել են, պրակտիկա, բերել, կիրառել եւ այլն։ Մեծ բիզնեսը դրան պատրաստ է, բայց երբ որ մենք գալիս ենք սկսում ենք համալսարանների հետ աշխատել եւ խոսել այս բանին, չենք տեսնում այն ծավալը եւ այն որակը մինիմալ, որը մեզ դա թույլ է տալիս անել։ Ես կարամ մեր երկրներից մենակ ամենամեծի մասին խոսենք ի վերջո, Ռուսաստանի օրինակի վրա ես կարամ բերեմ, որ մենք ինտեգրված ենք բոլոր տեխնիկական մեծ բուհերի մեջ։ Չգիտեմ, դա լինի Baumann-ական, դա լինի, ասենք, Fistech-ը, հա, բոլորի մեջ ինտեգրված ենք։ Ինդեպքում լայքսն է իրականում, հենց համասարանում լայքսոնն է իրականում, ես դրա մեջ եմ անցել, որոնց այդ ճանապարհը եղել, որ դառնամ ծրագրավորող, բայց մեկը ինձ թվում է այդ խմբերից չես գալիս սինյոր, որը որ ոնց որ նշում եք, ես իրականում այդ մտքի համաձայն եմ, դա կիսում եմ պրակտիկա, որ եթե մարդը սինյոր չի, ինքը վայր կոդիկով էլ ոչ մի նորմալ չի կարող սարքել, բայց այդ երկը ոնց է բացվելու, լուրջ չեմ տեսնում այս բանը։ Այսինքն համալսարանն ավարտած մարդը, որը լավ գիտելիք ունի ֆունդամենտալ, բայց պրակտիկ իմաստով դեռ սկսնակա, նա ոնց այդ բան ինձ թվում է տենց առանձնապես խնդիր չի լինի, որովհետև եթե լավ պատրաստված մարդ է գալի համալսարանից ու պրակտիկ բանը, ոնց ասեմ, աշխատանքային փորձը քիչ է, ամեն դեպքում կազմակերպությունները կընդունեն, թեկուզ կսկսի ջունիորից, որովհետև այտենց չի, որ ջունիորները այլևս երբեք ոչ միտեղ չեն ընդունելու, ոչ։ Ուղղակի այդ ցենզը ջունիոր ելնելու ավելի բարձր ու նույն ցիկլով անցնելու են։ Ուղղակի եթե առաջ, չգիտեմ, 200, 300, 400 ռեզյումեից էին կընտրում, հիմա շատ ավելի փոքր փուլից է ընտրվելու եւ ավելի խիստ ֆիլտրացիա է անցնելու, որովհետեւ պրակտիկայում 2017-9 թվականներին, երբ որ տարեկան 100 հատ աշխատանքի հարցազրույց էինք կանում, հա, կակ մինիմում, շատ ելնում դեպքերը, երբ որ ծրագրավորման հաստիքին դիմաց մարդը ոչ անգլերեն գիտեր, ոչ բազային մաթեմատիկա, ավարտել էր պոլիտեխնիկը, բայց օրինակ պարզ թիվը չէր կարողանում բացատրել, հա, այսինքն բաներ, որ ոչ մի ձևի, ոչ մի ցենզի հետ չէր բռնում։ Հիմա ավտոմատ ոնց որ այդ տեխնացությունները դուրս են մղվելու ու գալու է պատրաստված մարդը, որովհետև ի վերջո բոլոր կազմակերպություններին ինչ որ քանակի սկսնակներ կամ ուսնակներ պետք են լինելու, ուսամ այդ հարցը կլուծվի։ Ամեն դեպքում շատ շնորհակալություն եմ հայտնում մեր բոլորին եւ Վահրամ ջան, եթե ինչ որ բաններ էիր ասելու թե։ Ճիշտ ուզում էի մի հատ պատասխանել այդ հարցին, եթե դեմ չես։ Պատասխանի ու ամփոփենք, որովհետեւ հա, շատ լավ։ Նախ ես ճիշտ ասած չհասկացա, ինչ որ միտք հնչեց, որ պետքա համասարան ավարտածը չջունիոր լիներ, ավելի բարձր, դա ընդհանրապես անհնար բան է։ Լավ, ջունիորից էլ պակաս է լինելու, intern, լավ, ուսնակ։ Դա նորմա է, համասարան ավարտողը intern է։ Դա մեկ, երկրորդ սենյոր չեն դառնում համալսարաններում, դառնում են աշխատելով, մի 10-20 տարի աշխատելով, պրակտիկա ձեռք բերելով։ Երրորդ, ձեր փորձը անցյալի մասին է, ապագայում լինելու է լրիվ ուրիշ իրավիճակ։ Հիմա որտեղից ձեռք բերել պրակտիկ գիտելիքը, պրոյեկտներ անել, ինքնուրույն, սեփական, այդ բոլոր ինչքան մեծ, այնքան լավ, որպեսզի ռեզյումեն բաղկացած չլինի գիտեմ SSS, այլ բաղկացած լինի երկու մասից, գիտեմ SSS, արել եմ SSS ու նայողն էլ իմանա, հա, այս մարդը թեկուզ vibe coding-ով, թեկուզ ոնց կապ չունի, բայց արել է SSS, կարանք մտնենք այդ կոդը նայենք, հասկանանք այդ մարդը գոնե հասկանում է, այդ vibe կոդածը կարողանում է review անի, կարողանում է որակյալ ի վերջո որակյալ product սարքի, հա, դրանում է, չէ՞ հարցը։ Պրակտիկ գիտելիքը տենց էլ ընտրվելու։ Պահանջը չեմ տեսնի այդ մարդկանց հետ ճիշտ ասած։ Ես դեռ համաձայն եմ, քիչ տեսակետ է, դեռ համաձայն որ մարդը կային կարողանա զարգանա, այսինքն ներս կգա մոտիվացիա։ Առանց դրա հնարավոր չէ իրականացնել դա, բայց մենք չեմ տեսնում ինչի մենք պետք է իրան հայրանենք, եթե ինքը դեռ չի հասել։ Դե Որտեղ չի հասել։ Դե եթե դեռ սենյոր չի դարել, ինչի պետքա կազմակերպությունը հայրանի։ Կարծիքով այդտեղ մի հատ սենց հասկա, որտեվ այդ կվալիֆիկացիայի մարդիկ, որոնք որ այդ կոպիտ ասած սենյորներ ուղակի այդքան շատ չեն։ Իմ տեսանկյունից այդ կա։ Ես կարճ լրացում անեմ, երբ մենք խոսում ենք գիտելիքի բանի, սենց ամեն ինչի մասին, իրականը միշտ դուրս գալու։ Այս Stack Overflow-ից copy paste անողները, հա, այդ մասանա դուրս գալու։ Այն որ մարդը դեռ ջուներ է, բայց ունի հիմնարար գիտելիքները, ունի աճելու կարիք, ինքը այդքան էլ ռիսկի տակ չի, որովհետև ցանկացած դեպքում կարող է ուկրուպնենյա գնա, փոքր ընկերությունները քիչ լինեն, ավելի շատ մեծեր լինեն, բայց մեծերը ձև չունեն, անընդհատություն ապահովելու համար կարող է bootcamp-եր անեն, այդ ջուներներին բերեն, սարքեն միդ, հա, ինչ որ process կլինի, չի լինի տենց, սենյորները մի օր մեռնելու են, կներեք իհարկե։ Հիմա
Իրաց տեղը պետք է մարդրեն, ասենք big tech-ը չի կարա դրան չգնա, որ իրանց չպատրաստի։ Բայց էլ եմ ասում, այդ մարդիկ, այդ փինաչիները, Stack Overflow-ից copy paste անողները, իրանք կարիքը էլ չկա, որովհետև դա ինչ-որ մի ֆունկցիա էր, որը հիմա մեկ կոճակով լուծվում է։ Արդեն copy արած է, այլ դրա կարիքը չկա։ Շատ շնորհակալություն եմ հայտնում աուդիտորիային, բանախոսներին, շատ շնորհակալ ենք։